Վերադարձանք գովազդից եւ ասենք, որ մեր հյուրերն արդեն մեր տաղավարում են, ունենք սպորտային հյուրեր եւ Հայաստանի պարաբասկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե եւ 6 բրոնզե մեդալով։ Մինչ այդ 20-ամյա հայ բասկամարտի Կարման Մրտեյանն արդեն Եվրոպայի բասկամարտի առաջնությանը 60 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է հերթական ոսկե եւ արծաթե մեդալները։ 7-րդ ոսկե մեդալ։ Այո։ 7-ակի Եվրոպայի չեմպիոն։ Այո, ձախ եւ աջ ձեռքերի մրցապայքարում։ Մրտեյանը ձախ ձեռքով 2 անգամ հաղթելով թուրք մրցակցին, 7-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ հիմա նա մեր տաղավարում է։ Մեր տաղավարում է նաեւ Բասկամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արման Փիրոյանը։ Եվ այսպիսով, բարև ձեզ Արման, բարև ձեզ Արման։ Կարող ենք երազանք պահել, որ այսօր Հայաստանի հավաքականը հաղթի Չեռնագորիայի հավաքանը, չնայած խելքս չի կտրում։ Լավ, անցնենք այն սպորտաձևերին, որտեղ որ ուժեղ ենք, այլ ավելի ուժեղ ենք, քան ֆուտբոլը։ Նախ շնորհավորում ենք 7-րդ ոսկե մեդալ, 20 տարեկան ընդամենը եւ 7-րդ ոսկե մեդալ։ Դա քանի անգամ եք Եվրոպայի առաջնությանը մասնակցել, որ 7 ոսկե մեդալ ունեք։ 3։ Սա երրորդն է ձեր եւ 7 ոսկե մեդալ, արծաթ քանի ունեք։ Արծաթ առաջինն է Եվրոպայի առաջնությունից արծաթ։ Միշտ ոսկիները 7 անգամ շատ թող լինեն։ Մերսի շատ։ Ինչով էր տարբերվում այս հաղթանակը նախորդ հաղթանակներից, նախորդ 6 հաղթանակներից։ Ոնց որ այս առաջնությանը շատ երկար ենք մարզվել, պարապել, ավելի շատ ջանք ու եռանդ ենք դրել այս մրցման համար։ Եվ երբ որ հասանք այտենց մրցումներին պետք է ֆինալում 2 անգամ Թուրքի հետ մրցես, ոնց որ դա լյուբոյ սպորտսմենի համար ավելի մեծ բան է, էլի, չեմ ուրիշ ինչ-որ երկրի մարզիկի համար։ Հոգեբանորեն շատ էմոցիոնալ արձագանքեցիք ձեր հաղթանակին, ինձ թվում է կադրերը բոլորը տեսել են, այսինքն ոչ թե կարևոր էր կամ կարևոր չէր այդ թուրք մարզիկը էլ ավելի գրգռիչ էր ձեզ համար փաստորեն։ Բնականաբար բոլորի համար էլ տենց է։ Դե բոլորի համար չի, մա ինչի թվում որ չինացիների համար դա տարբերություն է ինչ-որ։ Չէ, նկատի ունեմ հայ մարզիկների համար։ Հայ մարզիկների համար, հա, համաձայն եմ։ Իսկ ձեր մրցակից թուրք մարզիկը ինչպիսին էր, թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես պատրաստվածությամբ։ Թույլ էր ավելի։ Բնականաբար, քանի որ Արմանն է հաղթել, բայց հոգեբանորեն այդ ճնշումը զգացվում էր, թե ոչ։ Այնտեղ թույլ մարզիկներ չեն գալիս։ Թույլ մարզիկներ չկան։ Այդ դեպքում Արման, ինչու՞ն է գաղտնիքը մեր հաղթանակների։ Նախ ներկայացնեմ Մրտեյան Արմանի ասածը 7-ակի չեմպիոնը, ուրեմն մեր սպորտաձևում տարբերություն կա ձախ եւ աջ մրցապայքարներ առանձին են։ Ինքը ժամանակին համ աջ, համ ձախ ձեռքերով առանձին մեդալներ է ստացել։ Դրա համար այդքան տարիքում, փոքր տարիքում, այս մրցաշարը մեր համար շատ կարևոր էր, որովհետեւ ինքն էլ փոխվել էր արդեն մի ուրիշ տարիքային խումբ, որը ավելի դժվար էր։ Շատ կարևոր էր այս տարիքային խմբում ինքը ոնց հանդես կգա, բարգ ասում ամեն ինչ նորմալ հանդես եկավ, նորմալ ստացվեց։ Մեր սպորտաձևը շատ հետաքրքիր, շատ էմոցիոնալ սպորտաձև է։ Հետաքրքիր էմոցիոնալ, կարծես թե առաջին հայացքից շատ պարզ, երկու մարդ կանգնում են իրար առջև, ձեռքերը բռնում են եւ փորձում են մեկը մյուսի ձեռքը կպցնել այդ հատուկ սարքավորման։ Ինչու են գաղտնիքները սպորտի։ Դեսենց ասեմ, մի քիչ կարող է կողքից նայողի համար թվա հեշտ, բայց կամ եթե նկատել եք մրցավարներ, այո, այս սպորտաձևն ունի իր կանոնները, հստակ կանոնները, կարող է մարզիկը շատ ուժեղ լինի, բայց սխալներ թույլ տալու դեպքում մարզիկը ուղղակի զրկվի իր հետագա պայքարից։ Դրա համար պետք է դու հոգեբանորեն էլ պատրաստ լինես, տեխնիկապես եւ քո ուժը կարողանաս օգտագործես այդ այդ դրամաշն է ուզում որ մի քիչ բացահայտեք մեզ ֆիզիկապես ուժը դա ֆիզիկապես ուժը չի տալի այն որ դու կարողանաս պրոստե գնաս ու ուզենաս ինչ-որ մեկին հաղթես։ Դրա հետ մեկտեղ դու պետքա տեխնիկան լավ զարգացնես, այն հոգեբանական քո վիճակը լավ պատրաստ վիճակում լինես, լսողական վիճակը ավելի զարգացված լինի, որովհետև արձագանքում շախմատի այն մտածելակերպ է պետք, որովհետև հենց մրցապայքարը սկսվելուց հետո
դիրքեր ա լինում, որ դու շուտ կողմնորոշվես, ոնց դուրս գաս դրա տակից։ Ուղղակի պրոստը թողել մարզիկը։ Ամեն ինչ այդքան հեշտ չի, ինչքան թվում է։ Չէ, իհարկե հեշտ չի։ Շատ դժվար է։ Շատ դժվար է։ Իսկ կա ձեզ համար ինչ-որ ռիտուալ կամ ինչ-որ մի սովորություն, որը դուք անում եք մրցումներից առաջ։ Կամ ամեն մոտեցումից առաջ։ Ես ամեն մոտեցումից առաջ տենց ինձ տրամադրում եմ, տենց ագրեսիվ բան եմ անում էլի, ինձ ագրեսիվ տենց տրամադրում եմ դեպի այդ մրցման էլի, դեպի այդ բոյին այդ Իրանք իրանց տրամադրում են, որ հանգարց մրցման գնալուց ինչ-որ մի բան խնդիր չառաջացնեն, լավ, լարված Յուրաքանչյուր հիմա նայեք, ֆուտբոլում, բասկետբոլում պարզ է բավականին այդ ամենը, որ յուրաքանչյուր խաղից առաջ դիմացի ուրեմն թիմին ուսումնասիրում են, ասում են թույլ ուժեղ կողմերը, մշամարտում, ձյուդոյում, սամբոյում, այստեղ էլ է այսպես։ Այո։ Գիտեք, թե ինչպես է դիմացինը։ Այո, մենք նախորոք արդեն մինչև իրանց կշերքի արարողությունից հետո արդեն մոտավորապես իմանում ենք մրցակիցները, քանի երկրից, քանի ու փորձառուները ովքեր են հիմնականում։ Մինչև մրցումը սկսվել է, ես իմ տեսանկյունից որպես հավաքականի մարզիչ չեմ փորձում մարզիկներին մի օր առաջ տրամադրեմ, որովհետև իրանք մտքերի մեջ շատ են ընկնում, գիշերը ավելի որ արդեն ոնց է պարտվեն այնքան մտածեն։ Հաջորդ օրը առավոտյան, երբ որ մրցումը սկսվում է, իրանք շատ ժամանակ չունեն վատը մտածելու, դու անընդհատ կողքն ես, սկսում ես ուղղություններ տալ, բայց դրանից հետո ամեն մի զույգ հելնելուց ամեն մի մրցակից մի տարբեր ոճի է մասնակցում։ Մենք փորձում ենք կենտրոնանալ այդ պահին գոռալով, չգիտեմ, բացատրելով, որ այս պահին սենց կարա լինի, խնդիրներ առաջացնում, չգիտեմ, ուզում մեր տեխնիկայով, ասենք, վերք աշխատի կամ բիցեպս մտնի, մի խոսքով, սենց սկսում ենք մարզիկին պատրաստել, որ հայ այդ րոպեին ինքը հանգարց ու հանգարց հրավալ չանի, էլի։ Իսկ ինչպես է գնահատում ընդհանուր հայ մարզիկների առաջընթացը բասկամարտում։ Բավականին բարձր, քանի որ ասեմ, մենք թիմով շատ մեծ քանակությամբ չենք մեկնում տվյալ մրցաշարերին, Եվրոպա աշխարհի առասում կան օրինակ մեծ թիմեր 200 հոգով գնացող թիմեր, շատ մեծ ամասնություն են։ 200 հոգով։ Այո, օրինակ Թուրքիան այս տարի բերել էր 200 մարզիկ։ Տարբեր կատեգորիաներով, Ուկրաինան, չգիտեմ, Վրաստանը։ Մենք քանի մարզիկ ենք։ Մենք այս տարի 20 մարզիկ ա մասնակցել։ 20 մարզիկ ա երկու ոսկի մեդալ։ Ոչ, իմ հավաքական կազմը 7-րդ ոսկի 3 եմ ունեցել, 7 ոսկի։ 7 ոսկի։ Այո, 7 ոսկի ունեմ, 5 արծաթ ունեմ, 3 բրոնզ։ Մենք Արմանի մասին գիտենք, մեկ էլ նախճնակի, որ շատ կան, կան, էլի ունենք։ Էլի կան, հա, դե շնորհավորում ենք բոլորին։ Ուրեմն պետք է մնացածի մասին։ Արման Հովհաննեսյանը, Վաչագան Հովհաննեսյանը, Մարիամ Սարգսյանը, այնտեղ Սարգիս, մեր Սարգիս ազգանունը մոռացա, նոր երիտասարդ է, ճիշտ ասած ինքը ունենք։ Դե շնորհավորում ենք։ Ռաֆիկ Կոստանյան ունենք։ Սիրված դիրք, հատուկ տեխնիկա, թե դա բոլորի հետ տարբեր է։ Ինչով է սա։ Բնականաբար բոլորի հետ տարբեր է գտնելու ոճը, բայց իմ ոճը հիմնականում տենց կջուկ կոչվածն է։ Ես կջուկ եմ գտնում, բիցեպս կջուկ է ձևերով ասածը ավելի փաթաթված դիրքով, հա։ Իսկ որ ասում եք տարբերություն կա եւ սխալներ չի կարելի անել, օրենքներ կան, որոնք են այդ օրենքները, որ օրինակ օրենքները, որ մեր սեղանի շուրջ, եթե նկատել եք սեղանյան, ձեռքը բաց չթողելը։ Այո, մյուս հաջորդ ձեռքը։ Մեր համար հա պատուշկեքան պատրաստած, որ ամեն մրցակից իր արմունկը չփոկելը։ Մատերի այս բացվածությունը, որ պետքա փակ չլինի, մրցավարը դզում է, տաստակների ուղղությունը պետքա լինի, ինքը պետքա լինի հավասար հենց ցենտրում։ Մարզիկը իրավունք չունի ֆոլ ստարտ անելու, այսինքն մինչև մրցավարի հրահանգը չսկսելը ավելի շուտ չի կարա կպնի։ Դրանց նկատողությունները։ Եղել են դեպքեր, երբ որ ակնհայտ դատավորները, այո, պահպանել են։ Չէ, լինում են դեպքեր, որ այլազգի օրինակ թուրք դատավորներ լինում են, որ իրանց մրցակցին, եթե իրանք են, հա օգնում են, բայց եղել են դեպքեր, որ հակառակը թուրքը օգնել է հակառակ մեր Իսկ ինչ ճանապարհ է անցնում մարզիկը մինչև մրցաշարը։
Հա, բավականին ծանր։ Որտեղից է գտնում տղաներին, ինչպես է հասկանում, որ Ասեմ, մենք ամեն տարի ունենք մեր ազգային հավաքականների որակավորման մրցումները, որը կոչվում է տարիքային խմբերում, Հայաստանի առաջնությունն է։ Այդտեղից բոլոր հայտագրված արդեն մարզերից, տարածքներից, այդ մրցման ժամանակ մենք սկսում ենք ուշադիր հետևել մարզիկների ելույթներին։ Աչքին գնող մարզիկներին մենք սկսում ենք ավելի ընդգրկել մեր ֆեդերացիա, սկսում ենք իրանց վրա աշխատել։ Փառք Աստծո, այսքան ժամանակ չեք սխալվել։ չենք սխալվել, նորմալ ստացվել ամեն ինչ։ Արման, քանի տարեկանում եք սկսել զբաղվել այս սպորտաձևով եւ բացահայտեցիք ձեզ համար եւ միջև այդ ուրիշ սպորտաձևով զբաղվել եք, թե ոչ։ Զբաղվել եմ, բոքսով եմ զբաղվել, բայց փոքր ժամանակ էլի։ Բայց հետո տես 13 տարեկանից բասկամարտով եմ զբաղվել, միջև Իսկ առաջին անգամում հետ կպակ ինչ որտեղ դա տեղի ունեցավ, երբ հասկացաք, որ սա ձեր ապագան է, վերջը։ Դե ոնց է բասկամարտի այտենց հավաքականի բան բացվեց Մարտունիում, ես Մարտունուց եմ։ Այտենց մեծ եղբայրներս էլ էին մարզվում, ինձ էլ էին ոնց որ իրանց հետ տանում։ Ինչ եք ելնում, դու բնատուր ուժ ունեիր, տեխնիկա տա, ինչա, ոնց հասկացան, որ օրինակ դու կարող ես։ Դե բոլորն էլ կարող են, էլի ոնց որ Դե մարզիկը։ բոլորն է կարող են, բայց բոլոր չեն կարող Չէ, չեմպիոն բայց մի բան ճիշտ է, զգում ես ինչ-որ մի բան, որ դու կարող ես ամուրա ձեռքդ, բոլորն էլ տենց են մոտենում, ասում են ես, ասենք ուժեղ եմ ձեռքի ուժից, ուզում եմ դրանով շարունակեմ։ Մենք սկսում ենք ստուգել այդ մարդուն, սկսում ենք այն զարգացնել։ Մարզումների ընթացքում ինչ եք անում։ Հա, բավականին մեծ գրաֆիկ Ինչ է դա, ֆիզիկական է, տեխնիկական է։ Մենք փուլ առ փուլ ենք գնում առաջ։ Չէ՞ որ միայն ձեռքը չէ, ամբողջ մարմինը Այո, պետք է երբ որ մենք չենք ունենում միջազգային մրցաշարեր, որ պետք է մենք արդեն պատրաստ լինենք, մեծ ցիկլով սկսում ենք մարզել ընդհանուր մարմինը։ Մեր ասած բազվի վարժություններով, երբ որ գնում ենք արդեն ունենք հստակ ժամկետ, որ մասնակցենք միջազգային մրցումներին, Եվրոպա կամ աշխարհ, սկսում ենք բաշխել մեր պարապմունքները արդեն փուլերի։ Այնտեղ արագաուժային պարապմունքներ, արդեն տեխնիկական պարապմունքներ, սենց ստանում ենք էլի ըստ գրաֆիկի, որը որ մենք կազմում ենք։ Սննդակարգ, մարզիկները բավականին չարչարում են քաշի, քաշ գցել, որովհետև ամեն մեկ իր քաշն ունի, որ մասնակցում է, օրինակ ինքը արդեն պետք է իր քաշը մշտական պահի, մի պահ Արմանը մի քիչ քաշը բարձրացրեց, հա, բայց մենք ինքը միշտ այս քաշային կարգում հանդես եկել ու փայլունը հանդես եկել։ Մի քիչ բարձրացրեց, մենք հասկացանք, որ հիմա պետք չի իր քաշը բարձրացնել, ավելի լավ է ինքը իր քաշում, որովհետև ափսոս է ինքը իր տեղը զիջի ինչ որ մեկին, էլի։ Իսկ Հայաստանում կան բավարար պայմաններ բասկամարտը զարգացնելու համար կամ ինչն է պակասում։ Փառք Աստծո, այս պահին մեզ ստեղծել է պայմանները, նոր դահլիճ է բացվել Օլիմպիադանում, հենց հիմնական բասկամարտի զբաղվողների համար ֆեդերացիայի զալն է բացվել, ամեն ինչ կա, բոլոր տեղերում արդեն բավականին։ Մարզերում ինչ վիճակ է։ Մարզերում էլ բավականին զարգացած է։ Ես ինքս Արմավիրի մարզից եմ։ Դե դուք Արմանը մարդ ունի։ Ես հիմնել եմ շատ վաղուց այնտեղ, ուտեն զարգացված գնում է, բայց հիմա զբաղվում եմ մեր հավաքական կազմի հետ։ Հաջորդ մրցումները, որին պատրաստում եք, ինչ է արժևում եւ Աշխարհի առաջնությունն է Բուլղարիայում, աշխարհի առաջնությունն շատ կարևոր սեպտեմբեր ամսին է։ Արդեն հինգվանից պետք է սկսել Դե հա, պատրաստել։ հիմա համար մի քիչ հեսա կհանգստանան, երևի մի 10-15 օր մինչև մեր հավաքականը դեռ այնտեղ է, այս գիշեր է գալիս։ Մի մասը եկել ենք, մի մասը այնտեղ են մեծ հասակները։ Իսկ աշխարհի առաջնությանը քանի հոգի է մասնակցելու։ Արդեն աշխարհի առաջնությանը կմասնակցեն մեր հստակ Եվրոպայի չեմպիոնները, ովքեր որ չեմպիոն են դարձել։ Մեկ էլ ունենք մարզիկներ, որ հենց այնտեղ չեն մասնակցել Եվրոպային, պատրաստվում են հենց աշխարհի համար, կմասնակցենք էլի բավականին մեծ քանակությամբ։ Ֆեդերացիայում առաջիկայում ինչ-որ փոփոխություններ սպասվում են։ Չէ, մեր ֆեդերացիան կայուն ֆեդերացիա է, պարկասը բոլորս համերաշխ։ Ամեն ինչ լավ չի համար։ Հա, համերաշխ ենք միասին, բոլորս իրար լսում, խորհուրդներով, ամեն ինչով, չգիտեմ, ամեն ինչ նորմալ է։ Դե ինչ, մաղթենք հաղթանակներ, աշխարհի առաջնությունից ոսկե մեդալներ բերեք Արման եւ մնացած մեր հավաքականի մասնակիցները, թե տղաները, թե աղջիկները, եւ սա եւս մեկ ապացույց է, որ կարելի է
սպորտով զբաղվել, գտնել իր ճանապարհը, իր կյանքը այս աշխարհում, իսկ մի հատ էլ հարց վերջնական, սա սիրողականն է եւ կա պրոֆեսիոնալ, թե բազմամարտում չկա պրոֆեսիոնալ։ Կա, պրոֆեսիոնալներ ունենք, ոնց որ բոքսում, անհատները ունենք, որ այստեղ արդեն չեմպիոններ են շատ դառնում մի քանի տարի արդեն ոնց որ սիրողական երկրի դրոշ են բարձրացնում, մենք ընտրում ենք, ունենք այտենց մարզիկներ, որ բավականին բարձր վարկանիշով։ Եվ արդեն գումարներ են վաստակում այնտեղ։ Այո։ Այնտեղ արդեն։ Ունենք, արդեն Այսինքն սա նաև կարող է դառնալ կյանքի միանշանակ։ ապագա եւ Այս բային ունենք պրոֆեսիոնալներից Դավիթ Ադիկյան, Արսեն Խաչատրյան, մարզիկներ, որ արդեն ուրիշ լիգայում են մասնակցում, այստեղ ավարտել են իրենց գործունեությունը։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն Արմաններ, հաջողություններ, հաղթանակներ եւ իհարկե վնասվածքներից զերծ մնանք։ Ամենակարևորը, Այս ամենակարևորը։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին 7 հակի Եվրոպայի չեմպիոն Արման Մրտեյանն ու Բասկամարտի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արման Փիրոյանը։ Իսկ մենք միասին գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։ Գովազդ շամփի եթերում։ Վերադարձանք գովազդից եւ հիմա օրվա լիցքերը ավելի դրական դարձնելու համար առաջարկում եմ լսենք լավ երաժշտություն։ Իսկապես որ ամառ է, արդեն շատերը արձակուրդների մասին են մտածում եւ ժամանակն է մի քիչ ռոմանտիկ կերպով այս ամենի մասին երաժշտության օգնությամբ նաեւ մտածել։ Գնացինք